Կացակ, այսօր ոչինչ չենք պատրաստելու, այլ զբաղվելու ենք խոհանոցի մաքրությամբ։ Քանի որ մի քանի օր անընդմեջ զբաղվել ենք ձմռան համար պահածոներ պատրաստելով, ահա այսպիսի յուղային նստվածք է խոհանոցի կահույքի վրա։ Հեղուկը սկսի գործել և քայքայի ճարպը։ Ահա տեսեք արդեն քայքայելու գործընթացը սկսվել է, ես ընթացքը ցույց կտամ, ահա անցել է արդեն 5 րոպե, կսպասեմ ևս 5 րոպե, որպեսզի ամբողջությամբ ճարպը քայքայվի, տեսեք ոնց է փրփրում, ոչինչ պետք չէ անել, ուղղակի պետք է փչել, սպասել և լվանալ, և ոչ մի յուղի հետ այլևս ցանցի վրա չի մնա։ Ես թողեցի 20 րոպե արդեն, կարելի է արդեն լվանալ, հիմա կշրջեմ մյուս կողմից էլ մի փոքր կթողնեմ և կլվանամ, տեսեք արդեն երևում է, որ ցանցը բավականաչափ մաքրվել է և յուղը փրփուրի հետ դուրս է եկել։ Այս միջոցը ուղղակի հրաշք է յուղային նստվածքները հեռացնելու համար, ես մաքրում եմ նաև գազօջախը, վառարանը, խորհուրդ կտամ բոլորիդ օգտվեք և ունենաք այսպիսի հիանալի արդյունք։ Ես իմ ինստագրամյան էջի հղումը կթողնեմ տեսանյութի ներքևում, եթե ցանկություն ունեք օգտվել, բայց չգիտեք ինչպես, ասեմ, որ ես պատրաստելու հետ մեկտեղ զբաղվում եմ նաև Faberlic ֆիրմայի հետ ցանցային բիզնեսով։ Իմ ինստագրամյան էջի հղումը կթողեմ, կարող եք ինձ գրել, ես ձեզ կօգնեմ օնլայն պատվիրել ահա այս միջոցները, երկիրն ու տարածքը կապ չունի, բոլորիդ սիրով կօգնեմ։ Ահա տեսեք, յուղը հեռացավ առանց որևիցե ջանք գործադրելու, իր գործը արեց, ստացանք այսպիսի հիանալի արդյունք։ Տեսեք, թե ինչպես արագ և հեշտ մաքրվեց օդակլանիչի ցանցը, ուղղակի գերազանց արդյունք։ Անցնենք առաջ, ահա այս մյուս հեղուկով, որը ունիվերսալ միջոց է խոհանոցի բոլոր մակերեսները մաքրելու համար, կմաքրենք խոհանոցի կահույքը։ Ուղղակի պետք է փչենք, սպասենք 10 րոպե։ Մեր ֆիրմայի ահա այս հրաշք միջոցը, որը հեռացնում է ցանկացած տիպի աղային նստվածք։ Նույն մեխանիզմով կփչենք, կթողնենք 5-ից 10 րոպե, որից հետո ուղղակի կչորացնենք։
սրբում եմ հեղուկը լվացարանի վրայից և տեսեք, թե ինչ փայլ է հաղորդում, չկա այլևս ոչ մի որ դիտում եք իմ ալիքը։